Մեր գոմը մեր ունեցվածքը էստեր։ Ունեցել ենք 10 գով, բայց մի երկուսը ելան ռիթիլոս։ Համեմատաբար ուրիշների մեր քիչ է ելելի։ Դե կովերի եկամուտն է։ Ուրիշ ապրուստելու չկա գյուղը։ Տիկին Մանիկ, երբ հայտնաբերվեց այդ խնդիրը։ Խնդիրը հայտնաբերվել է արուն առնելուց հետո։ Մի 20 օր արուն առան, սպասում էինք իրանց պատասխանին, մեկ էլ եկա պատասխանը, որ ձեր կովերից ելել են ռիթիլոս։ Եկան մի 15-20 օր հետո նոր եկան տարան։ Թե մյուսները բարակվել են, չեն բարակվել, մեկ էլ աշունքը կապվելու հաղթը ձմռան մոտիկ կան կառնել, վախնի թե քանի ադելան աստված գիտե։ Ձեզնից քանի անասուն են վերցրել։ 2։ Իսկ փոխհատուցում։ Հələ փոխհատուցումը չեք ստացել։ Ասում են որ կա։ Իրանց տվել են մի կովի համար մի 200 կիլո է եկել։ 130 դրամ։ Մի կիլոգրամը 130,000։ 130 դրամ նկատի։ Հա։ Կատը։ Կաթը պետք է հանձնեք, թե Կաթը հանձնում ենք, հա։ Մարյանային 150 դրամ է։ Դուժետ 20 լիտր պակսա։ Անասունների լավերը կելնեն։ Անասունների միջի լավերն են անում, կատնատուները։ Ձեր հարևան գյուղերում ասում են պատվաստելուց հետո են այս խնդիրը հայտնաբերել։ Դուք ինչ կասկածներով։ Պատվաստումը դուրեդի շկապ ունի, արուն առնելուց հետո պատվաստում։ Դրանից առաջ ձեր անասունները պատվաստում անցել են։ Հա, ինչ է։ Իսկ չեք կարծում, որ այդ պատվաստումից հետո է։ Չգիտեմ, բոլոր, ես չգիտեմ։ Իսկ ինչ եք կարծում, պետությունը օգնում է գյուղացիներին, կանգնած է գյուղացիների կողքին։ Դե չենք տեսել իրանց օգնությունը կանգնած է, ու որտեղ է կանգնում։ Գյուղացին ինչ որ կերավ իրա բացի աշխատանքներն էլ չնտին գնով։ Գիտես, ինչքան խոտ կառնեինք։ Ծաղտմերը դուց նայելուց վերջնել անօգուտ։ Քանի գլուխ անասուն ունեք դուք։ Մենք 15։ Երկուսը տարել են, 13 տարել են, 15-ից 10-ն են կուվ։ Մնացածը։ Իսկ մնացածից նմուշառում վերցրել են, որ հասկանաք հիվանդ են, հիվանդ չեն։ Չէ, մի աշունը, երբ որ կավա մալը, վաղ կան կառնեն։ Այսինքն ստացվում է, որ նաև անասնապահությունը ձեռնտու չէ, այսպես անկում կգրանցի անասնապահությունը։ Ձեռնտու եղնի չեղն է, ուրիշ ինչ պդենենք այստեղ։ Ձեր հարևան գյուղերի բնակիչները ասում են խլում են մեր ձեռքից, մեր այսպես տանջանքը, մեր եկամտի աղբյուրը։ Դե խլեն այդպես պդենեն, ինչ են է։ Եթե չեն թողնում միսը վաճառելու, իրանք ժվոյ կտանեն, ինչ որ բայազետի, ինչ է, թիննարգի անունը տեղ կուտա, ինչ որ է չնչին գնով վերցնենք էլի, օրենքն այդպես, թե մենք ինչ գիտենք։ Իսկ ձեզ հարկադրել են կամ արդյոք պարտադրել են, որ այս ընկերությանը վաճառեք կամ Հա, այդպես ինչ են ընկերությունը, ասել։ որ պետք է չտախես անասունը։ Ուղղորդել են ձեզ, որ ընկերությանը որ վաճառեք։ Բայազետն է Բայազետ։ Նաև խոսակցություններ կային, որ արգելել են, որ վաճառեք եզդիներին այդ միսը։ Չէ։ Ձեր գյուղում չի եղել նման խոսակցություն։ Բայց համենայն դեպս պարտադրել են, այսպես ուղղորդել են, թե ում պետք է վաճառվի։
Գյուղացիների մյուս կարևոր խնդիրը այսպես կապված է իրացման հետ մթերքի, շատ դեպքերում կաթի իրացման խնդիր ունեք, մսամթերքի իրացման, Չէ, կատը որտեղ այստեղ մենք գործարան ունենք, ով ուզենա մեր գործարանի կտա, ով ուզենա իգիտի գործարան կայինի կկա գտանի կատը գնաց այդպես թանկ չէ, 150 դրամ են լիտրում կատը, դարվարին մարդիկ կան գույցնի, բայց միշտ այդ մարդիկ սեցին, որ պիտի անպայման վաճառեք, ոչ թե անհատներին սենք, դոքոր կան մորտ են տանեն գարնունենի, չէ խասաբենի չէ, դոնք չտակ, չտակ, հիմնարկի, Նաև օրենքով արգելվում է բակային մորթը, պետք է սպանդանոցներում մորթ իրականացվի, ինչպես եք վերաբերվում, որպես գյուղացի ես օրենքին։ Ինչ որ ասեցին, մեզ մար օրենքի ինչ պտենի։ Գյուղացիներն ասում են ձեռնտու չէ, որովհետև կիլոմետրեր պետք է անցնեն, ծախսը կրկնակի է։ Մենք չենք տարի որ ասենք թե ձեռնտու չէ տանելը սպանդանոց, այդ մարդիկ եկե տարիլի։ Ձեր անասունների օրինակով եք ասում։ Ձերը եկել տարել են։ Այս դեպքից առաջ։ Առաջ չէ։ Տաղ գյուղին եկե իրանք տարել են։ Հավաքել են։ Մեկինը մի շաբաթ առաջ, մի շաբաթ հետո մյուսինը այդպես։